Գրգին բարև սիրել հարագիստներ այսօր ուրախ եմ բարոն Էդգար Ղազարյանը մեզի կներկայացնել լուծումներ բոլորն գիտենք օրվա իշխանության ագետները շատ ինտիմատիվներ եւ շատեր խոսին ադոր մասին սակայն բարոն Ղազարյանը այսօր մեզի կարճատրե լուծումներ ինչ որ մենք պետք ունենք լուծումներ բարոն Ղազարյան ես մի քիչ հետևել եմ ոչ ատկամանրամասնորեն ասցեր ասենք թե քաշքշուրին yapanabileceğin Թեր եւ Հայաստան Դաշինքի միջև Հայաստան Դաշինքը գսե որ եթե այդ impeachment-ը պիտի առաջարկենք քաղաքացիական պայմանագիրը մեծամասնություն է անիգա գդաբալե տուգունիկ ծեր դեսագետը նախ համատրական եւ օրինական դեսագետը մեխանիզմ է եթե այսօր Հայաստան Դաշինքի եւ Բադիվունեմը impeachment-ը առաջարկեն եւ հրաժարին ինչ դերի կունենա եւ արդյոք այդ impeachment-ի առաջարկը բնականաբար քաղաքացիական պայմանագիրը դժվար թե միանա պիտի դաբալի ասի այլ դեսագետն է գուզեմ նաեւ ծեր դեսագետը Ուրեմն շատ լավ։ Ուրեմն սխալ մեկնաբանությունը, որովհետև վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի մեջ ազգային ժողովի մեծամասնություն, փոքրամասնություն, քաղաքացիական պայմանագիր, Հայաստան դաշինք, պատիվ ունեմ դաշինք չկա։ Այդ այն հարցն է, որը ոչ թե մեծամասնությունն ու փոքրամասնությունն են որոշում, այլ պատգամավորները։ Այսինքն անկախ դրանից մարդը որ խմբակցության պատգամավոր է, կինա թե տղամարդ է, ամուսնացած է թե ամուսնացած չի, նիհարա թե չաղ է, ինքը պատգամավոր է։ Մեր սահմանադրությամբ էլ ասում է, որ ամեն մի պատգամավոր ներկայացնում է ողջ ժողովրդին։ Ինքը կաշկանդվածություն չունի մանդատով, հրամայական մանդատով, եւ պիտի իր սեփական խղճից եւ մտածմունքներից ելնելով որոշումներ կայացնի։ Այս մեր սահմանադրությունն է։ Եվ ասում է ամեն մի պատգամավոր պարտավոր է վերահսկի կառավարությանը, որպեսզի կառավարությունը իր ծրագիրը կատարի։ Կառավարության ծրագիրը այնպիսի մի փաստաթուղթ է, որ որոշում է թե ինչա կառավարությունը, այսինքն սահմանադրությամբ կառավարությունը համարվում այն մարմինը, որը ծրագիրն է կատարում։ Ու այդ այնքան կարևոր է, որ եթե ազգային ժողովը կառավարության ծրագրին հավանություն չի տալի, դեմ այդ ծրագրին, ազգային ժողովը լուծարվում է։ Այսինքն հիմիկվա պատգամավորները 107 հոգին պատգամավոր են, որովհետև կառավարության ծրագիրը ազգային ժողովի կողմից հավանության արժանացել։ Հիմա ազգային ժողովն էլ պիտի հսկի կառավարությունը իր ծրագիրը կատարում է թե չէ։ Եթե չի կատարում, ուրեմն պատգամավորները պիտի նախաձեռնեն վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, ու դա կապ չունի։ Իրանք քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր են, Հայաստան խմբակցության թե պատիվ ունեմի թե խմբակցությունից դուրս են։ Դա ամեն պատգամավորի պարտականությունն է։ Ես, դուք, ուրիշ մարդիկ կարանք էլի նայենք, դերան կառավարությունը ծրագիրը կատարում է թե չէ։ Բայց պաշտոնական իրավական իմաստով այդ ֆունկցիան այդ 107 հոգուց բացի ուրիշ ոչ ոք չի կարող անի։ Հիմա մենք գնացել ենք այդ 107 հոգու մոտ, այդ 107 հոգուն նամակ ենք գրել։ Ասում ենք դուք վերահսկում եք այս կառավարությանը, ձեր պարտականությունը կատարում եք թե չէ։ Հայաստան դաշինքի պատգամավորներն ասում են, հա, կատարում ենք, չի համապատասխանում կառավարության գործունեությունը իր ծրագրին, բայց անվստահություն չենք հայտնում։ Բա ոչ չենք հայտնում։ Պատիվ ունեմ խմբակցությունը երկար համաձայնել, համոզելուց բանից հետո ասում է լավ, մենք ուզում ենք հայտնենք, բայց թեկնածու չունենք, ուրիշ եթե թեկնածու կտա մենք վերջը եկան են եզրակացության, որ իրանք պիտի թեկնածու էլ ունենան ու բարեբախտաբար սկսել են այդ գործընթացը։ Խմբակցությունից դուրս եկած մի հատ պատգամավոր կա, Գեգամ Նազարյան, ասում է, այսքի չգիտեմ որ կառավարությունը պիտի ծրագիր ունենար։ Գնացել է հետո հանդիպել եմ, ուղիղ եթերում խոսել եմ։ Էնի вообще անտեղյակ է այս աշխարհից։ Մենակ փող ստանում։ Ցավոք սրտի նաև իր զոհված որդու համար է նպաստ ստանում։ Ու տեղյակ չի որ կառավարությունը ծրագիր ունի, ու ինքը պարտավոր է այդ ծրագիրը կատարի։ ՔՊ-ից պատգամավորներ կան, ասում են ոչինչ որ չի կատարում կառավարությունը ծրագիրը։ Ինչ անում է ճիշտ անում։
Ուզում է Արցախը հանձնի, շատ է որ ծրագրում գրածա որ հակառակը պիտի դեօկուպացիա անի Շուշին ու Հադրութը։ Շատ է որ ծրագրում գրածա որ կառավարությունը պիտի Արցախի կարգավիճակի շուրջ բանակցի։ Շատ է որ գրածա որ էս պիտի անի, շատ է որ գրած չի որ պիտի սահմանադրության մեջ փոփոխություն անի։ Շատ է որ գրած չի որ կաթողիկոսին պիտի փոխի։ Էդ է ուզում էդ անում, ինքը մեր միապետն է, շեյխն է։ Էսի էլ էս Հայաստանը երբեք ժողովրդավարական պետություն չի։ Սա Նիկոլ Փաշինյանի հոր Դուքյանն է։ Ինչ ուզի պիտի անի։ Մենք ինքն էլ մեզ փող ա տալի, մենք անվաստակ մարդիկ ենք, ոչ կնիկ, ոչ երեխա, մեկը ունի, մեկը չունի, մեկը անտերի պես եկե դառել են պատգամով։ Դե ասում եմ մենք էլ դավա ձեռ ենք առնում ձեզ ժողովուրդ ջան, խաբել ենք ձեզ, եկել ենք ձեզ ընտրությունների ժամանակ, ծրագիր ենք ցույց տվել, ասել ենք էս ենք ուզում անենք, դուք մեզ քվեարկել եք, խաբել ենք ձեզ, հիմա եկել ենք Ալիևի պահանջներն ենք կատարել, լավ ենք անում, ստորացնում ենք ձեզ, տանում ենք ձեր երեխեքին կոտորում ենք պատերազմում, սկզբից ասում ենք այդ մեր հայրենիքն է, գնացեք պաշտպանեք, հետո ասում ենք սուտ էինք ասում, դա մեր հայրենիքի չէ, 91 թվականից Ադրբեջանն է։ Ձեզ խաբել ենք, ասել ենք որ դուք մենք գանք իշխանության, արցախցիների իրավունքները կպաշտպանենք, իրանց կարգավիճակը կհստակեցնենք, խաբել ենք, սարքել ենք փախստական, բերելեցել ենք փողոցները։ Լավ ենք արել, խաբում ենք ձեզ։ Մենք խարդախ շարլատան սրիկաներ ենք, խաբում ենք ձեզ։ Դուք էլ ոշխարեք, մենք ձեզ էշի տեղ ենք դրել, խաբում ենք ձեզ։ Հիմա ընդդիմության падգամավորներն էլ ասում են, բայց չեք տենում իրանք շատ են, իրանք ոնց են մեզ խաբում։ Պիտի ենթարկենք իրանց պահանջներին։ Ես էլ ասում եմ, չէ։ Չենք ենթարկում իրանց պահանջներին։ Իրանց պիտի ենթարկենք ժողովրդի պահանջներին։ Այդ ժողովուրդը պիտի ոտքի կանգնի, ասի հլարիստ է։ Ոնց է ինձ խաբում է, Սարա։ Էսի քո ծրագիրն է։ Ասանք երկրորդ կետ։ Պարոն Ղազարյան, ասանք երկրորդ կետ։ Մարդուց ես շատ եմ գշփվի։ Կոնե իշխմիածի մեջ ժողովրդի մեծ մասը 6 տարի անց Նիկոլ Փաշինյանը գբաշտեր։ Այսօր մեծ մասը ոչ թե միայն դժկոհ է, այլ չեմ ուզել ասփայ օգտագործել, բայց սիրո բացակայություն, չեմ ուզել ասել ադելություն, սակայն սիրո բացակայությամբ նկարագրեմ այդ վիճակը, որ կա իշխմիածի ժողովրդին 80-100-ը սիրո բացակայության ծայրահեղություն ունի օրվա իշխանության։ 10-100-ը հետն է սակայն դուր եւ 10-100 կա որ գբաշխանի եւ շատ փորնգերով բայց 80-100-ը գնամսե որ իրեն գները կադե ժողովուրդը ինչ պետք է դեն որովհետեւ աս ընտածքին կարողանանք մենք իրենց մղել խաղաղ ժողովրդավարական շարժումի որովհետեւ մեր կաբրին դժոխքը նայ հիմա որ գրային տնտեսական ապահովական երկիրը գործանվի աներավակալի դժոխք կաբրի աս երկիրը Հիմա նայեք, ասում եք ժողովուրդը ինչ անի։ Ժողովուրդը մեկը եսը, մեկը դու։ Մենակով ոչ մի բան, ինչ որ մի գաղափար պիտի լի, որ մեզ միավորի։ Հիմա ալնես ասես ժողովուրդ, արի դուրս գանք փողոց, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա գնա, այդ բանը չի լինում։ Չէ՞։ Որովհետև ինքը հրաժարական չի տալի, մինչև հիմա սրբազան շարժում, դիմադրության շարժում, ազգային կոմիտե, հայրենիքի փրկության շարժում Ինչ պահանջներ եղել է, սա բոլորի պահանջը հրաժարական է, ինքը հրաժարական չի տալու։ Հիմա, եթե հրաժարական չի տալու, ժողովուրդը ուրիշ ինչ պահանջով պիտի դուրս գա։ Impeachment, երկրորդը չկա, հասկանում եք։ Հիմա եթե ժողովրդին ասես, արի գնանք, այդ անօրինական կոչերանի մեկը ասի, չգիտեմ, շենք գրավի, բռնություն պիտի արվի, ես պիտի արի, դա անօրինություն է։ Դա անօրինությունն է, ինքն էլ դաժան, այս ժողովրդին չսիրող, այս ժողովրդի արյունն է սիրում ինքը։ Հələ 10 թվականին նոր էր ընտրվել վարչապետ։ Արթուր Վանեցյանին, Վալերի Օսիպյանին, ոստիկանության պետին։ Ասում էր Արյան գետեր թող հոսեն Իջևանում։ Ընդամենը անտառապահները ելել էին ասում են թող անտառից փայտ ծախենք, ապրենք։ Ցույց էին արել։ Ասում է Արյան գետեր եմ ուզում։ Զանգեք ինձ ասեք, որ Իջևանի փողոցով հայերի արյուն է, իր հայրենակիցներն են, իջևանցի է ինքը։ Ասում է դրանց արյունն եմ ուզում։ Հիմա ասենք թե պարզ է, չէ, որ մի հատ լարվածությունը լի, մի բան լի, նախ այդ արյունն է հոսելու։ Երկրորդ էլ այդ իշխանությունը տենց չի փոխվելու։ Ասենք գնաց նստես այդ շենքը։ Հիմա նոյեմբերի 9-ին մտել էին այդ շենք, չէ՞։
Գնաց է հասել էին վարչապետի աշխատասենյակ, մտել էին իր տուն։ Հետո այդ մտնողը մնում անդե դառնում է վարչապետ, իհարկե չի դառնում, չէ։ Բայց դրա մի հատ ուրիշ ձև կա, որ ես եմ առաջարկում, որ ոչ մի շենքի վրա հարձակում չի լինում, ոչ մեկի քթից արուն չի գալի, ոչ մեկը ոչ մեկին չի ծեծում, ոչ մեկը ոստիկանի նույնիսկ չես բարևում, հաճ չես ասում քո հացի մեջ այրուն կա, չգիտեմ, դու թուրքին է, ոչ մի բան չես շփվում հետը, բարևում ես, անցնում ես։ Այդում ես կանգնում ես, ընդ ասում ես ընդամենը 54 պատգամավոր, կլինի կողմ քվեարկեք, Նիկոլ Փաշինյանը վարչապետ չլինի։ Այսքան բան, ու դա օրինական է, դա սահմանադրական է, դա հնարավոր է։ Մարդիկ պարլամենտում քվեարկում են վարչապետին փոխում են, այդ մեր երկրի կարգն է տենց։ Ու դա էլ ոչ թե մենք իրանցից հատուկ ենք պահանջում, այլ իրանց պարտականությունն է դա, որովհետև վարչապետը ծրագիրը չի կատարում։ Հիմա ժողովուրդը են մարդիկ, ովքեր ԿՊ-ին ընտրել են, պիտի գնան ասեն դուք չեք մեզ խաբում, ձեզ ծրագիրը պիտի կատարեիք, չէ։ Նայեք ինչ պիտի ասեն, դե կատարող ազգային ժողովը չի, կառավարությունն է, ասում շատ լավ, կառավարությունը չի կատարում, ինչի՞ չեք փոխում։ Փոխեք։ Այսինքն, եթե այսօր վարչապետի տեխնացուն կա, բոլորը համախմբվում է, այդ վարչապետի տեխնացուները այդքան կարևոր չէ, որովհետև մենք ոչ թե վարչապետ ենք ընտրում, այլ վարչապետին անվստահություն ենք հայտնում։ Ով էլ ընտրվի 26 թվին իր լիազորությունները դադարելու է, չէ, նոր ընտրություն արելու, նոր վարչապետը 26 թվին էլ ի՞նչ է մնացել։ Հիմա արդեն հունիսը պրզնում է։ Մի հատ հուլիս-օգոստոս սաղ գնալու են հանգստանալու, գալու են սեպտեմբեր, հոկտեմբեր, արդեն եղավ նախընտրական շրջան։ Հիմա նպատակը սրան հեռացնելն է։ Դրա համար պիտի լինի վարչապետի տեխնացու, ով որ կողմա Նիկոլ Փաշինյանին հեռացնելու, գա միանա, դրանք տակը քանի պատգամավորի ձայնապակասում։ Այդ ժողովրդին հանենք փողոց, ասենք ելեք եթակ հիմա նոր քիչ առաջ մինչև այս մեր ընդմիջման ժամանակ արդեն հրապարակեցի Սամվել Կարապետյանը կալանավորվեց։ Ու 2 ամսով մեր ժողովրդի թանկ զավակը բարերարը բոլորիս օգնություն ցուցաբերող մարդը, մեր համար եկեղեցիներ կառուցող մարդը ձերբակալվել է այդ եկեղեցու թշնամու կողմից։ Աստան երրորդ հարցումին, բարոն Ղազարյան։ Դե հիմա ուրիշ բան եմ ասում։ Հելան ասին, բարի գիշեր ստեյսություն։ Գնացել եք աջակցություն, պատգամավորները սաղ էին։ Այո։ Աջակցություն եք ցուցաբերում, բարի գիշերը ո՞րն է։ Այսինքն նորմալ է, հա, Սամվել Կարապետյանը տանում են բանտում քնի, դուք էլ գնացեք այդ տները քնեք։ Տենց է դրա ձևը։ Աջակցեցիք Սամվել Կարապետյանին։ Բարոն Ղազարյան, հասանք երրորդ հարցումին։ Արդյոք ես միամիտ էի, որտեղ ես կգարձեի, որ գոբից սխալ արավ, սակայն ուրիշները ինձ ասին, որ Պետրոս տուն ես միամիտը, գոբից սխալ չարավ, վարչապետը շատ լավ գիտե ինչ է անում։ Ինչու հիմա այս ծայրահեղ, այս սաստիկ, ինչպես կսեն, մակրցումը նախ եկեղեցին դեմ, որուն ավելցավ նաև Սամվել Կարապետյանին դեմ, այսինքն վարչապետը պաստորեն դուրսը այդ կառուցությունը չունի այդ թուխ որ բարեգործած է, սակայն թուխը մեր դեմն է, ներքին ժակատի վրա ունենք մի թուխով ուժեղ մարդ, դուրս ունենք մի խաղաղասեր համենաշխ մարդ, որ խաղաղություն դուրն է, կարող ենք Էրդողանին եւ Ալիևին հետ միասին ընդհանուր գեդեր գտնել, սակայն հայերենը մեր վարչապետը հայերենը չի կարող ոչ մեկնելով հաշտ կեղ գտնել։ Այո, որովհետև նա հայր այդ կապ չունի եղբայր, նա Թուրքին ծառայող է, նա Թուրքի ներկայացուցիչն է, հիմա Ալիևը իրան կարգել է Հայաստանի ղեկավար, նա Ալիևի պահանջն է, բայց նոր մի քիչ առաջ ինչ եմ ասում, եթե նա հայ ժողովրդին ծառայող լիներ, հայ ժողովրդի վարչապետ լիներ, ինչ որ հայ ժողովրդին խոստացել էր, այդ կաներ, չէ։ Նա հայ ժողովրդին տված խոստումները չի կատարում։ Ալիևին խոստումներ է տալի, Ալիևի խոստումներն է կատարում։ Էրդողանին խոստումներ է տալի, Էրդողանի խոստումներն է կատարում։ Որովհետև ինքը դրանց է ծառայում։ Հիմա ասում եք լավ, դրանց է ծառայում, մենք սրանից ոնց ազատվենք։ Շմես տարբերակները մտածել, չէ։ Տարբերակը դրանից ազատվելու սահմանադրության մեջ գրած, ասում է, պիտի վարչապետին անվստահություն հայտնես։ Հիմա եթե պատգամավորները դա չեն հասկանում, պիտի ամբողջ ժողովուրդով հավաքվենք, եթե իրենց հասկացնենք։ Ոչ թե
իրանց պահանջներ դնեին։ Չէ, այլ ասենք, որ դուք ձեր պարտականությունը պիտի կատարեք։ Մենք ոչ մի պահանջ չունենք։ Կառավարության ծրագիրը իմ մոտ կա էլի։ Ուզում եք մենք փորձ անենք իրար հետ, հենց հիմա։ Ես որ հետում եմ ազգային ժողով, ուզում եմ հանդիպեմ հետները, վախենում են ինձնից։ Մի հատ հələ խնդրում եմ, դու հենց հիմա ուղիղ եթերում խոսում ենք։ Մի հատ 4-ից մինչև 103 էսի կառավարության ծրագիրն է։ Իմ ձեռքին է։ Սկսում է 4-րդ էջից, մինչև այդ տիտղոսաթերթը վերջանում է 102 էջով։ Մի հատ ցանկացած թիվ ասա։ Քո ծննդյան թիվն ասա։ 73 Բացում եմ 73-րդ էջը։ Դες չեք պատրաստվել, չէ՞, ոչ մի բան չենք արել։ Չէ Առաջի վերևի նախադասությունը կարդում եմ։ Կառավարությունը միջազգային մրցասպառեզներում մարզական նվաճումներ գրանցելու համար խրախուսելու է մարզական բարձր արդյունքները եւ աջակցելու է մարզական ֆեդերացիաների գործունեությանը։ Բայց Բարոն Ղազարյան մեր կառավարությունը կինոփառատոնն է խրախուսում, այսինքն ժողովրդին բիր ֆեստիվալ, վայն ֆեստիվալի մեջ թիվ մեկն է։ Այդ կինոփառատոնի մասին ըստե ոչ մի բան գրած չի։ 73 էջն եմ կարդում եմ։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը աջակցելու է 22 թվականի Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերին, 23 թվականի Կրակովի եվրոպական խաղերին, 24 թվականի Փարիզի ամառային օլիմպիական խաղերին, 26 թվականի Միլանի ձմեռային խաղերին Հայաստանի մարզական հեղինակության բարձրացման ուղղված միջազգային մարզական այլ միջոցառումներին Հայաստանի Հանրապետության մարզիկների մասնակցությանը 0 ոսկե մեդալ ա եղել մինչև հիմա։ Էդի պատահական եմ ասում, ես չեմ ասում, որ ըստե Լեռնային Ղարաբաղի խնդիր կա, որ ըստե անվտանգության հարցեր կան, որ ըստե հարկերին վերաբերող հարցեր կա։ Հիմա ինքը կպել է եկեղեցուն, ասում է կաթողիկոսին պիտի փոխեն, չէ, որպես կառավարություն այդ անում։ Ասում եմ, մի հատ կասես, էդի որ էջում է գրած։ Բայց Բարսելբերը Բարոն Ղազարյան մի մորնակ որ մեզի անհանգալներ է մակլուցում։ Կինոփառատոն եւ կաթողիկոսը հանել մեզի անհանգալներ է, այդպես պիտի ասում եմ, պիտի սահմանադրությունը փոխվի, ճիշտ է, իր ասում հանձնաժողով է ստեղծել, ասում եմ, պիտի սահմանադրությունը փոխվի, ասում եմ շատ լավ, կառավարությունը դա է անում, չէ։ Մի հատ կասես, որ էջում է դա գրած։ Բա, ի սահմանադրության մեջ ասում է կառավարությունը դա այն մարմինն է, ով որ պիտի իրականացնի պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը իր ծրագրի հիման վրա, այսինքն ինքը իրավունք չունի արտաքին քաղաքականություն անի, որ ըստե գրած չի, իրավունք չունի ըստե գրած արտաքին քաղաքականությունը չանի։ Այո։ Հիմա որ բացեմ արտաքին քաղաքականության էջը կարդամ ձեր համար, դուք կտենաք, որ ինքը ոչ մի բան արտաքին քաղաքականությունից չի անում։ Բայց էլ հիմա ասում ես մեծամասնություն են, ուզում է մեծամասնություն են, ուզում է փոքրամասնություն են, ուզում է սև շուն են, ուզում է կարա քուշ են։ Պարտավոր են իրանք այս ամեն ինչը անեն, իրանք մեր ժողովրդի ծառաներն են, իրանք մեզնից փող են ստանում, իրանք արտոնություններ ունեն, մեր ժողովրդին ծառայելու, իրանք պարտականությունները կատարելու համար։ Հիմա եթե իրանք այդքան բանը չեն հասկանում, պիտի ժողովրդին ոչ թե ասենք բարի քշերը ճամփենք տուն, այլ ասենք welcome on board։ Հոյակապ։ Բարոն Ղազարյան, այո, հանգիստ։ Ասեք։ Այո, շնորհակալ եմ։ Կան դժբախտաբար Փաշինյանիզմի ճակատի մեջ այնպիսի քարոշչությունը վերածել իրականության ճշմարտության չհամապատասխանող, չեմ ուզել ասել սուտ, որ վերջ-վերջո այդ անճշմարտությունը իրենք կհավատան։ Անոնցում մեկն էր որ դառնել մեզ կարոզային որ եկեղեցին դեմ գվայքարին, որովհետև եկեղեցին ռուսական աստիճանդակ է, այսինքն վարչապետ Փաշինյանը, եթե ես բահմը դիտեմ իր սպիրկահայ զինագից թևերը, որ բոլոր յանքերին Ռուսաստանի անունով երթուն տված են, նույնիսկ բոլշևիկներ են, այսինքն ես դեռևս չեմ գնա հասկանալ, որ ինչպես վարչապետ Փաշինյանը գրնա այս քարոշչությունը ինքն հավատալ գարդես եւ իր համագիրները, որ ինքը ռուսական աստիճան դեմ բայկալով ուժ մնե, ասիկա մեկ, երկրորդ ոչ ճշմարտությունը, որ արդեն դարձած է Պերնեզամոս, որ եկեղեցին իրավունք ունի խառնվելու քաղաքականության ասինամաշ սպարված բոլշևիկյան խորհրդային օրերին այս տեսությունները, որ վարչապետ Փաշինյանին ճակատը Սպիրկով Հայաստանով գործեն մեզի մատուցել այսպիսի այլանդակ եւ հնամաշ տեսություն։ Ուզեմ ձեր մասնակցությամբ
Արդյոք վարչապետ Փաշինյանը որևէ հակառուսական բան ունի իսկապես, որտեղ ինքը գարձեմ թե չեմ գիտեր ինչի դեմ է, ինչի հետ է, բայց վստահ եմ որ հակառուսական այդպիսի առաքելություն չի շանգած, չի համարցակիր, երկրորդ արդյոք եկեղեցին իրավունք ունի խառնու քաղաքականության։ Հրամեցեք իբր մասնակետ։ Նախ առաջին, մեր եկեղեցին Ռուսաստանի հետ կապ ունի մենակ դրանով, որ Ռուսաստանում ունի թեմ։ Իսկ մեր եկեղեցին թեմ ունի ոչ միայն Ռուսաստանում, այլև Ուկրաինայում, այլև Ֆրանսիայում, այլև Լիբանանում, այլև Ամերիկայում, այլև Արգենտինայում, ամենուր, ամբողջ աշխարհում։ Սա հայկական առաքելական եկեղեցի է։ Ընդ որում, եթե իր ուղղությամբ էլ ոչ թե ուղղափառ, այլ առաքելական։ Այո, Օրինակ ասենք վրաց եկեղեցին ուղղափառ եկեղեցի է։ շիդագի։ Հույն եկեղեցին ուղղափառ է, ոնց որ Ռուսիա եկեղեցին է։ Այո, Մեր եկեղեցին առաքելական է բացարձակապես ոչ ֆունկցիոնալ իմաստով, ոչ ենթակա, ոչ մի առումով ինքնուրույն մեր ազգային եկեղեցին է, Էջմիածնակենտրոն սփռած ամբողջ աշխարհում եւ մեծի տանին Կիլիկիո կաթողիկոսություն էլի սփռված ամբողջ աշխարհում։ Ինչ կապ ունի մեր եկեղեցին, հայաստանյան առաքելական եկեղեցին Ռուսաստանի հետ։ Անմիտ հիմար դատողություն։ Երկրորդը, եկեղեցին ասում է քաղաքականություն։ Մեր եկեղեցին քաղաքականության հետ երբեք չի խառնվել։ Ու չի էլ խառնվելու, չի ոչ թե չի ուզում, շատ լավն է, որ արգելված է։ Պետությանը արգելված է միջամտել եկեղեցու գործերին, եկեղեցուն արգելված է մասնակցել քաղաքականության մասնակցել նշանակում է մասնակցել ընտրությունների, տեխնացու առաջադրել, քարոզչություն անել, կրոնական կազմակերպություններին դա արգելված է։ Հիմա եթե եկեղեցու զավակին հանիրավի ձերբակալում են, հիմա զուգահեռ մենք խոսում ենք կրոնայեցի Մայրաթոր Սուրբ Էջմիածինը հայտարարություն է դրել Սամվել Կարապետյանին կալանավորելու վերաբերյալ։ Սա քաղաքականություն է, իր զավակին, որ բռնաճնշման են ենթարկում, իր զորակցությունը, սա քաղաքականություն է։ Եկեղեցին ուներ Արցախի թեմ, մինչև սրանց իշխանության գալը Արցախի եկեղեցիները վերանորոգվում են, Ղազանչեցոց վանքը վերանորոգվել է, Ամարասը վերանորոգվել է, Գանձասարը վերանորոգվել է, Ստեփանակերտում Աստվածնամոր մայր տաճարը կառուցվել։ Հիմա եկել եք դուք, այս սաղ եկեղեցիները հանձնել եք թշնամուն։ Այդ եկեղեցու հավատավոր ժողովրդին սարքել եք փախստական։ Այդ եկեղեցին դրա մասին խոսելու իրավունք չունի։ Իր ունեցվածքը, իր սեփականությունը, իր գույքը հանձնել է թշնամուն, իր հավատավոր ժողովրդին սարքել է ցեղասպանության զոհ փախստական։ Հիմա որ եկեղեցին դրա վերաբերյալ մտահոգություն է հայտնում, ասում է դա դու ես արել, խոսուց չի ասում։ Եվ ասում է այդ անողը իրավունք չունի, դու մեզ վնաս ես տալի։ Դա էլ է քաղաքականություն, դա քաղաքականության հետ ի՞նչ կապ ունի։ Այսինքն եկեղեցին պիտի ոչ մի հարցի միջամտու հասարակության մաս չի կազմում։ Այն տիրացու են, ամենակեթան նստեն աղոտ կանեն, չխառնվեն ոչ երկրի կյանքի, ոչ բանի, աշխարհից կտրված, մինչև կգան իրաց վանքի մեջ կսպանեն։ Բայց եկեղեցու սպասավորները, որ 44 օրյա պատերազմին զենքը ձերքին հայրենիք են պաշտպանում, քանիսն էլ զոհվել են, քանիսը վիրավորվել են։ Բայց չեք ասում, եկեղեցի խո զինվորը բանակ չի, չեք կռվում երկիրը պաշտպանելու համար։ Բա մեր եկեղեցին է պաշտպանելուց պաշտպանում է, կռվելուց կռվում է, մնացած ժամանակ է ծառայում է մեր ժողովրդին։ Բայց ծառայում է եւ իր մտահոգություններն է հայտնում։ Բա ոնց, բա պիտի չհայտնի։ Դուք մենակ պիտի հարձակվեք եկեղեցու վրա։ Իրանք այսինքն որ Ալեն Սիմոնյանը 2019 թվին վեհապար հայրապետին դիմում էր Ավազանի անունով, եկեղեցին պիտի ձեն չանի։ Ասի դե հիմա Ալեն Սիմոնյանն է եկել է, տենց է ասում։ Լուր պիտի մնա, ինչ անես պիտի լուր խոնարհվենք մենք սրանց առաջ։ Եկեղեցին պիտի ձեն չանի, բիզնեսը պիտի ձեն չանի, ոչ մեկը ձեն չանի, մենակ պիտի գովենք իրենց։ Հենց չեն գովում, տանում են նստածում են բանտ։ Հիմա պատկերացնում եք Սամվել Կարապետյանը ոչ թե ասել ես եկել եմ եկեղեցուն պաշտպանեմ, այլ ասել լսել եմ որ
Կովկասի մահմեդականների առաջնորդ Փաշազադեն ուզում է իշխմիացնում մուսուլմանական թեմ բացի, ես իրան կօգնեմ, տարած կառնեմ, կվերանորոգեմ, թո կբռնեին Սամվել Կարապետյանին։ Բա մեդալ կտար Փաշինյանը։ Եկեղեցին քաղաքականության մինչև հիմա եկեղեցին ինչի վերաբերյալ, որ իր մտահոգությունները հայտնել է, իր դիրքորոշումները հայտնել է, իր բարձրաձայնումները հայտնել է, դա քաղաքականության հետ կապ չունի, քաղաքականությունը նորից եմ դա կոնկրետ process-ներ է, դա իշխանության համար պայքար է, դա ընտրություններ է, մի հատ հոգևորականի կարակ ասեք, որ եղել է падգամավորի տեխնացու, որ եղել է հավաքանու տեխնացու, որ գնացել է մասնակցել է նախընտրական քարոզչության, կա տենց բան, ոչ մի տեղ չկա, հետևաբար այն ինչ որ եկեղեցին անում է, դա քաղաքականության զբաղվել չի, դա իր առաքելությունից, իր նշան, մեր սահմանադրությամբ ասում է, Հայաստանի Հանրապետությունը գնահատում է հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու դերը մեր ժողովրդի պատմության, մշակույթի պահպանման, ավանդույթների պահպանման գործում։ Բայց հիմա ինքը այդ անում, պետությունը իրան գնահատում է դրա համար, ինքն ինչ որ գնահատում է այդ անում։ Բայց եթե դու հետում ես դպրոցներից եկեղեցու պատմության դասընթացը հանում ես, եկեղեցին չբարձրաձայնի ասի, ինչի ես դա անում։ Եթե բարձրաձայնում է, ասում է ուրեմն քաղաքականությամբ, բաց զբաղվում, ոչ, իրանք իրանց գործով են զբաղվում։ Իրանք իրանց առաքելությունն են անում։ Հասկանալի է, բարոն Ղազարյան, շատերը կընտրեն եկեղեցին, որ բետեղազին դեմ չի գրվիր, այսինքն իր հայտարարություններով, իր բաներով դակավին ինքը գոշկուղ է հասկանալու, հաշտվելու, հաղորդակցելու։ Ձեր կարծիքով եկեղեցին պարտավոր էր ավելի կարծր հակադարձել, չէ՞ թե եկեղեցին ընդհանրապես ինքը եկեղեցին է գումնա զուսպ։ Ես կարծում եմ, որ եկեղեցին միշտ ինչ դեր ունեցել, չէ՞։ Երբ որ մենք պետություն չենք ունեցել, պետության շատ ֆունկցիաներ, ազգապահպան ֆունկցիաները եկեղեցին է իրականացրել, որի շնորհիվ մենք մինչև հիմա նույնիսկ պետություն չունեցած ժամանակ մեր ինքնությունը պահպանել ենք, մնացել ենք հայ, պահպանել ենք մեր լեզուն, մեր մշակույթը, դա եղել է հայ առաքելական եկեղեցու շնորհիվ։ Պետությունը չկա, իրանք են արել դա։ Հիմա էլ մենք պիտի գիտակցենք, որ մեր պետությունը վտանգված է, մեր պետությունը թշնամին զավթել է։ Նիկոլ Փաշինյանին չպիտի ընկալենք որպես հայ, Հայաստանի ժողովրդին ծառայող, նա թշնամական ռեժիմի ներկայացուցիչ է, Ալիևը նրա միջոցով մեր պետության մեջ իշխանություն է հաստատել, պետությունը վերացրել է։ Հիմա այս ժամանակ եկեղեցին միայն հայտարարություն չպիտի անի, իմ կարծիքով, առաջնորդող դեր պիտի ստանձնի, որ ժողովրդի, տեսեք ասենք այսքան քաղաքական process-ներ եղան, ամենաշատ վստահությունը ժողովուրդը երբ ոտքի դուս եկավ, երբ Բագրատ Սրբազանն էր առաջնորդում, որովհետև եկեղեցականի նկատմամբ, մեր եկեղեցու նկատմամբ մենք բոլորս անտարակույս սեր ու հարգանք ունենք, մեր հոգևորականները մեր հասարակության մեջ սեր ու հարգանք են վայելում, ու իրանք էլ պիտի ի տարբերություն քաղաքական գործիչների, որոնցից մեկին կարան ասեն դու կոռուպցիոներ ես, մեկին դու ես, մեկին դու ես, մեր եկեղեցին պիտի այսօր իմ կարծիքով այդ առաջնորդող դերը ստանձնի, հանրային կյանքը համերաշխության բերի եւ ամենքս վերադառնանք մեր ծառայության, իրանք էլ վերադառնան իրենց ծառայության։ Այո։ Բայց այս ժամանակաշրջանին ես ակնկալում եմ, որ իրենք պիտի շատ ավելի ակտիվ դեր ունենան։ Հակառակ դեպքում իրանց վրա է ելնելու հարձակումը։ Փաշիզադեն կգա կնստի վեհարանում։ Ոնց որ այսօր նստած է Արցախի թեմական առաջնորդարանում։ Նստած է, չէ՞։ Նստած։ 5 տարի առաջ ընդեղ էր։ Ոչ։ Բայց հիմա ընդեղ է, չէ՞։ Ընդեղ է։ Հիմա էլ կգան մայր տաճարում կնստեն։ Բարոն Ղազարյան, եթե գետևեք սպիրկահայ Փաշինյանիզմի դեպի զինագիստներուն վերջերս նկատելի էր, որ իրենք հասկացած են կարծես, որ այդ առաքելությունները կամ այդ անգալումները, որ իրենց մեկ սպասե օրվա իշխանությունը, իրենց շատ ծանր է այդ բերը եւ չեն կարող շալգել, իրենց հայտարարությունները կարծես թե կփորձեն ավելի զգուշ ցեվանալ եւ ցեվով մի քիչ մի եկեղեցին պայպայել
բայց իրենց դակավին զինակցության բարդականությունը կդրել օրվա իշխանության, եթե հետևած եք։ Սպիրկին դերը ինչպես կգնահատեք, մանավանդ իր թևը, որ սկսած է նահանջել գարտես, մանավանդ սպիրկի մեջ Փաշինյան, վարչապետ Փաշինյանի զինագից կուսակցություններում մեջի իշխարկերեն եւ համագիրներեն այսօր կլսենք շատ ուժեղ կատարություններ օրվա իշխանության, այսինքն գարտես թե վարչապետ Փաշինյանի արտասահմանյան թևը գարտես թե արդեն նահանջած է եւ իր գարտես թե այնտեղ bir տերևիտ կորցնի դաղամենին 8 րոպե եթե ասում եք հապարունիկ եթե չեք կարող ուրիշ հարցում դեռ լամեցեք Ես կարծում եմ, որ նայեք 18 թվին գրեթե ամբողջ հասարակություններ չի աջակցում Փաշինյանին, անշուշտ որովհետև ինչի համար մարդիկ ազնիվ էին, հույս ունեին, որ այս փոփոխությունները իրանց կյանքին դրական փոփոխություններ կբերի, վատ երևույթները այն ինչ որ լավ էր ձեռք բերում էր բոլորինս էր կմնա, կզարգանա, այն ինչ որ վատն է կվերանա, մեր հասարակությունը ավելին կզանա։ Ամեն օրվա հետ ամեն մարդ հասկացավ, որ սա չէ, սա խարդախ շարլատաններ են, խաբեբաներ են, որոնք ընդամենը խաբում են եւ բոլորին են դա խաբում։ Եվ սրանք նաեւ այն ինչ որ հային ազգայինն է, իրանք դա իրանց համար շտամության թիրախ է, նաեւ սփյուռքը, տեսեք ոնց են պարակտել սփյուռքը։ այո Նաեւ ինչ համախմբվածությունն է սփյուռքը մինչեւ 18 թիվը, ինչ կապեր, հարաբերություններ կային Հայաստան-Սփյուռք մինչև 18 թիվը։ Հիմա բերեմ մի հատ Զարե Սինանյան է փորձանք։ Բերեք կարգե որպես Սփյուռքի գործերը մենակ պարակտում է մտցնում Սփյուռքի համայնքների մեջ։ Սփյուռքում այսօր ամենաազդեցիկ կուսակցությունները, կազմակերպությունները, որ մի երկրում չի, ամբողջ աշխարհում է, դա Հայաստանյա ծառայելական եկեղեցին է, հայ-հեղափոխական դաշնակցությունն է, իր կառույցներով։ Երկուսն էլ Հայաստանում Փաշինյանի թշնամիներն են։ այո Այսինքն այն կազմակերպությունները, կառույցները, որոնց միջոցով հնարավոր է Սփյուռքի հետ համագործակցությունը ել ավելի զարգացնել, խորացնել, դրանց հետ թշնամություն է անում։ Հիշեցնենք որ գներեք հիշեցնենք որ օրվա իշխանությունը նաև Մուրադ Փափազյանին եւ Թաշանցականներուն Հայաստանը մուտքը այսինքն դիտել ներկայացնել Մուրադ Փափազյանը դա խո սովորական մարդ չի։ Մուրադ Փափազյանը Ֆրանսիայի նախագահի հետ ուղիղ շփումներ ունեցող մարդ է։ Ինքը տենց հեղինակություն չունի Ֆրանսիայի նախագահի մոտ, ինչքան ունի Մուրադ Փափազյանը։ Ու Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները, որին է համակարգում է, ազդեցություններ Ֆրանսիայի իշխանության բոլոր օղակներ, համայնքներից սկսած մինչև կենտրոնական իշխանություններ։ Եվ Ֆրանսիայի Հայաստանի նկատմամբ մինչև հիմա ունեցած ամբողջ բարեկամության, բարի տրամադրության եւ ոչ միայն իշխանության, այլ ողջ հասարակության, այդ մարդկանց աշխատանքի արդյունքն է։ համաձայն եմ Արգելել էր Փափազյանի մուտքը Հայաստան։ Մակրոնն նախընտրել որ թույլատրեն։ Փափազյանը ինքն ասել իր հարցազրույցներում։ Բայց այս բանը, բայց Սփյուռքի նկատմամբ այս մարդը նայեք, մեր ժողովրդի արժեքներն ի՞նչն են եղել, մեզ միավորող։ Արցախ, ցեղասպանություն, բանակ, պետականություն, Սփյուռք, եկեղեցի։ այո Բոլորն իր թիրախներն են։ Արցախ հանձնել է թշնամուն, ցեղասպանությունը ուրանում է, բանակը կործանել է Սփյուռքի հետ, պայքարյա դուրս եկել, այսինքն հայկականությունը վերացնում է, թշնամու երազանք ու գնում է Էրդողանին զեկուցի այդ ամեն ինչի մասին։ Դրա համար եթե Սփյուռքում գիտակցում են օր-օրի ամեն մարդ գիտակցում է, այդ ընդհանրապես իր գիտակից լինելու մասին է խոսքը, այսինքն մարդիկ պետք է հասկանան, որ սա թշնամական օկուպացիա է, սա հայկական իշխանություն, հայկական իշխանությունը լինի, կարա լավ լինի, կարա վատ լինի, չէ՞։ Կարան գոհ լինեն, կարան դժգոհ լինեն։ Չտամոս դու չես կարա դժգոհ լինես։ Դժգոհ ես լինում գլխատում է, Սամվել Կարապետյանը մի նախադասություն ասել, այսօր բանտում է։ Ես մի նախադասություն եմ ասել, իմ դեմ քրեական գործ են հարուցում։ Դու շտամու դեմ, հիմա ասենք թե որ գնաս Ադրբեջան, Ալիևին քննադատես, ի՞նչ պիտի անեն։ Ինչ տարբերություն։ Հայաստանում ես ասում, նույնն են անում։ Այսքանը։ Օրենքել Ղազարյան, շնորհակալություն գայտնենք ձեզի ինքնապուխ սկացական, որ գփխի ձեր հայ ասկի ցավեն։ Ես շատ լավ հասկանում եմ, որ այսօրվա իմ հյուրս շատ ասկային է, քիչ մոտ սկացական է, որտեղ ինքը շատ անգեզ հայրենասեր է։ Շնորհակալություն գայտնեմ ձեզ։ Մեզ հետ
նախ հայրենասեր, երկրորդ միջազգայնագետ եւ բավական մասնակից եւ բավական հասկացող combination-ը որ քիչ կգտնվի, որ անցում որ ատկան ինտելեկտուալ է եւ խելացի եւ ատկանալ մաքուր եւ հայրենասեր, ամենից որ մեզի պետք է որ ասել մեջի գալավարումները լինեն Էդգար Ղազարյանները եւ իրեն նմանները։ Շնորհակալություն Բալո Ղազարյան, բարի գիշեր եւ հազարգան տիվի։ Շնորհակալ եմ։